Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, հարգելի մասնակիցներ, ես ևս ուզում եմ ողջունել, կարևորել այս նախաձեռնությունը, ոչ թե նրա համար, որ հանրապետական կուսակցությունը կազմակերպել, այլ նրա համար, որ սա հայ ժողովրդի պատմության երևի լուսավոր, փառավոր, հաղթանակով պսակված կարևորագույն էջերից մեկն է եղել հայ մարդու հերոսությունների հսկայական շտեմարան է եղել համաշխարհային պատմության մեջ 7 տարիները երկրորդ աշխարհամարտի լինելով ճակատագրական ամբողջ աշխարհի համար լինելով ազատագրական գրեթե ողջ եվրոպական եվրասիական տարածաշրջանի նաև որոշ իմաստով վերջավոր արևելքի երկրների համար լինելով քաղաքակրթական երևի թե ողջ մարդկության համար լինելով տեխնոլոգիական զարգացման լինելով արտաքին հարաբերություններում նոր ստատուս քվոների ձևավորման երկարաժամկետ խաղաղ կայուն զարգացման ամենամեծ հիմնաքարերից մեկը մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու այդ կարևորագույն իրադարձությունը նրանից դասեր քաղելով եւ հատկապես երբեք մոռացություն մատնելու իրավունք չունենք որովհետեւ հայ ժողովրդի մեր պապերի մասնակցությունը եւ ներդրումը դա ուղղակի մենք չէ որ ասում ենք դրա մասին խոսում է ամբողջ սովետական ժողովուրդները խոսել է սովետական պատմագրությունը խոսել է եւ մինչեւ այսօր խոսում է համաշխարհային պատմությունը ես էլ դեռևս նախադպրոցական տարիքից իմ պապերից եմ լսել ինչ է նշանակում առաջին անգամ իրանց եմ լսել ինչ է նշանակում առաջին բելոռուսական ռազմաճակատ ինչ է նշանակում երկրորդ ուկրաինական ռազմաճակատ ինչ յուրաքանչյուր ռազմաճակատ իր հրամանատարներով, իր զորահրամանատարներով, մարշալներով ու գեներալներով ինչպիսի ճանապարհ են անցել։ Եվ ընդհանրապես պետք է ասել, որ ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում հաղթել է նաև գերմանացի ժողովուրդը, որովհետև գերմանացիներն էլ են ազատագրվել ֆաշիզմից։ Այսօր էլ քաղաքական նշանակությունը շատ կարևոր է, հաշվի առնելով աշխարհի մի շարք տեղերում տեղի ունեցող իրադարձությունները եւ ես ուրախ եմ, որ Մոսկվայում 81-ի միջոցառմանը լինելու են շատ երկրների լիդերներ, հատկապես ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ։ Իմ համար շատ տխուր ու ցավալի է, որ Հայաստանին ներկայացնելու է մի մարդ, որը ոչ հաղթանակի հետ կապ ունի, ոչ հպարտության, այլ ավելի շատ կապիտուլյացիայի ու պատվողականության սիմվոլ է Հայաստանի կողմից։ Եվ իմ համար շատ ցավալի ու տարօրինակ է, որ այնտեղ լինելու է նաև մեկը, ով ավելի շատ նեոֆաշիզմի ներկայացուցիչն է, իդեպս Ադրբեջանի նախագահի, բայց ունենք էլ ինչ որ ունենք, ես հուսով եմ, որ 85-ամյակը ավելի, այսպես ասած, այդ իմաստով այլ կլինի։ Ես ուզում եմ առիթ օգտագործելով շնորհավորել ֆաշիզմի դեմ տարված հաղթանակին մասնակից բոլոր ժողովուրդներին, ռուս ժողովրդին, առաջնորդին, սովետական միության կազմում այդ հաղթանակի կերտման գործում իրենց ներդրում ունեցած բոլոր ժողովուրդներին եւ շնորհավորել նաեւ այն ժողովուրդներին, ովքեր որ ազատագրվել են։ Մայիսի 9-ը եվրոպացիները իրավամբ նշում են նաեւ որպես Եվրոպայի օր, Եվրոպայի ազատագրման օր։ Եվ նաեւ Կարմիր բանակի ջանքերով նրա զորահրամանատարների, դրա մարշալների ու գեներալների եւ սովետական միության բազմազգ միության ժողովուրդների արյան եւ կենացմահու պայքարի ճանապարհով նաեւ Եվրոպան է կարողացել ազատագրվել ֆաշիզմի աղբից, ֆաշիզմի ճիրաններից։ Հույս ունենանք, որ այն որևէ կերպ, որևէ տեղ այլևս կրկնություն չի ունենալու։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք,